Yandex-ի օրինակը բերենք, Yandex-ը սիմվոլիկ է, Yandex-ի պարագայում 16.5% նվազագույնը, բայց միջինացված 21% վարորդներից գումար է պահում, ստացվում է տեղից, որ 20% ավելացած արժեքի, իհարկե Yandex-ը վճարում շահութարկ, իսկ այդ գումարը տվողը այս մարդիկ են, հասկանում եք, ստացվում է միջինացված մեր հաշվարկով մոտ 12% նվազագույնը իրենց մատուցած ծառայությունից պետությանը ուղիղ հարկ գեներացվում է։ Մեզ մարդիկ ասում են, լավ, մենք որ աշխատող մարդ ենք, եկուս թոշակի գնանք, ինչի համար մենք պիտի բարձր թոշակ չստանանք։ Լավ, պետություն, մենք ընդունենք մեր գործընկերների, իրանց գործընկերների մի մասը հարկադիր ունեն, ասա պատրաստ եմ ինչ-որ տոկոսով փակեմ իմ հարկադիրի գումարը, բայց դու ինձ գրանցված աշխատող չես համարում, հնարավորություն ճկուն մեխանիզմ չես տալիս, որ ես այդ խնդիրն էլ հաղթահարեմ, այդ հարկադիրի ԴԱԿ-ի խնդիրներն էլ հաղթահարեմ։ Հաջորդ խնդիրը որ կա, ասում է պետություն, դու որ ինձանից այդքան հարկ ես վերցնում, դիմացը ինձ ինչ ես տալիս, ոչ իմ անվտանգությունն ես ապահովում, ոչ մի ձևով, այսինքն իրաց իրավունքների ոտնահարումը չես ապահովում, թոշակի գնալն չի լինում։ Մյուսն էլ, երբ որ հայտարարում էր կառավարությունը, որ 200,000 դրամից ավել վաստակող մարդիկ անվճար պիտի բուժվեն, պարզ լեզվով ասեմ, վարորդներից 40,000-ից ավելին է, 200,000 դրամից ավել է վաստակում այս մարդիկ։ Ու շատ, հա, ու այս մարդիկ ասում են, լավ, մենք ինչի համար պիտի չօգտվենք նաև այդ ծառայությունից։ Եվ այսպիսով ստացվում է պահանջները մի քանիսը դարձան, որոնք որ մենք արդեն պաշտոնական ընթաց տվեցինք, այսօր հատուկ որոշել էինք, որ պետք է նամակը հանձնելուց 2-3 հոգով, մաքսիմում 5 հոգով մասնակցենք այս process-ին, որովհետև ուրիշ ընթաց չկա, պաշտոնական, կուլտուրական արտադրենք։ Ես ոստիկաններին էլ եմ ասել, որ շատ մարդ չի լինելու։ Նախարարը հայտարարեց, որ հարցը քննարկվում է եւ ամեն ինչ կանեմ, Արսեն Թորոսյանը նաև նրանց հետ հանդիպում ունեցան, ինչ արդյունքներ է արձանագրվել եւ արդյոք հնարավոր է հարցերը։ Տեսեք, ես արձանագրեմ ինչեր ա եղել, հանդիպան մասնակիցներից Արտուր այդտեղ ա եղել, ինքը կպատմի, մենք արձանագրում ենք առաջի փոքրիկ հաղթանակը առ այն, որ 3 նախարար արձանագրել է եւ այս խախտումների փաստը 3 նախարար խոսել է խնդրի մասին։ Ճիշտ է, Գևորգ Պապայանի խոսածը աբսուրդային շարքից էր, ու այդ մարդը էկոնոմիկայի նախարարն է։ Ողբամ են երկրին, որ նախարարը ինքն է։ Ասում է խոսամ Yandex-ի հետ, Կենտրոնական բանկի, առևտրային բանկի հետ, որ այս մարդկանց վարկ տան։ Այս մարդիկ վարկ չեն ուզում, իրաց խնդիրները լրիվ ամբողջությամբ ուրիշ է։ Այսինքն այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ մենակ խնդրեմը վարկ վերցնելն է, վարկի հարցը եք ուզում լուծեք։ Չի կարելի։ Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր ու այս մարդիկ պետք է ներառվեն այս ցանկում եւ իրենք անվճար բուժօգնություն ստանան։ Այսինքն արձանագրում ենք, որ մյուս պահանջները արդար ու իրանք էլ են գիտակցել, որ կա այդ խնդիրը պետք է լուծվի։ Իսկ սոցիալ նախարարը դուք եք հանդիպել, մի հատ ասեք ինչ բան։ Տեսեք, դա կարևորագույն մեղքն ինչու՞մ է կայանում, որ Yandex-ի օրինակն ենք վերում, որ շուկա մտնելով սկզբից 0% հադրույք էր, այնուհետև եղել է 7, այնուհետև եղել է 10, մի նվազագույնը 16.5։ Սկզբից 0 է։ Հա, հենց 0 նշեցի ես։ Ու այս պարագայում իր գործառույթն ունի իրականացնելու կառավարությունը, չգիտեմ, այնտեղ հակամենաշնորհային կարգավորման շրջանակներում, սպառողների իրավունքների կամ ծառայություն մատուցողների իրավունքների շրջանակում եւ ակնհայտ է, որ եթե մի կառույց, որը 7%-ով կարողանում էր իր գործառույթը իրականացնել, իմի դարձել է նվազագույնը 16.5, բայց միջինացված 21%։ Ստացվում է, որ կամ կառավարության հետ իրանք ինչ-որ գործարքի են եկել եւ կառավարությունը իրենց արտոնյալ կարգավիճակ ա տվել, կամ օրինակի համար կառավարությունում ոչ մեկ չկա, այսինքն այս մարդիկ տեղում չեն։ Բայց կա այստեղ մի հատ ուրիշ վարկած, որին ես ավելի շատ հակված եմ, եւ այս մարդիկ տեղում չեն եւ Yandex-ի հետ ամենայն հավանականությամբ աղբեր են իրանք։ Ու այդ երկուսի արդյունքում այս աղբերը ինչպես Հա, մոտավորապես կարելի է օրինակ այս բարձի թողի վիճակը կարելի է գնահատել եւ որթաղ են կամ կարելի է արդեն տղեկ դուք փայեք թե փայ չեք այդ գումարից, ինչքան եք ձեզի լեվի փող տալիս, բա որ չեն տալիս, խի չեք հետևում այս խնդիրներին։ Շատ կարևոր մեսիջներ է դրանք, հասկանում եք, 100,000 վարորդի իրավունք ոտնահարվի ու ձայն չանես։ Իմ գնահատմամբ մշտական աշխատողները 40,000 են, ընդունենք 40,000-ի իրավունք ամեն օր ոտնահարվում է։ Դու պետություն ով ես։